Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, ինչպես եք սիրելիներս, այսօր տնկում ենք լաբելիա, հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչպես ենք տնկում լաբելիաները, եղանակը շատ լավ է, բարենպաստ է, ճիշտ է տաք է եղանակը, բայց դրսում արև չկա, հաճելի է ջերմոցում աշխատել, ուրեմն սրանք մեր լաբելիաներն են, լաբելիաները ոչ թե տնկում ենք մյուս ծաղիկների նման հատ-հատ, այլ փուճուր փունջիկներով ենք տնկում, նայեք, սենց փուճուր փնջեր ենք անում, այնքան մանր են արմատները, այս սենց փուճուր փնջով տնկում ենք ժողովուրդ, նայեք, սա արդեն առանձնացրել եմ, արմատները նայեք, երևի մի 10 հատիկ կլինի, այստեղ դնում ենք հողը և տնկում ենք, լաբելիաները տնկում ենք 40 տեղանոց պալետների մեջ, աշխատում ենք քամից, սկվայզնյակից հեռու պահենք, որովհետև նրանք շատ նուրբ ծաղիկներ են, տերևները սկսում են սևանալ և մքանալ, մենք աշխատում ենք փեչի մոտ ենք դնում և լուսամուտներից հեռու, որպեսզի նրանք լավ վերականգնվեն և աճեն, այսօր ես ու ամուսինս ենք աշխատում, ամուսինս հող է լցնում, ես էլ տնկում եմ, այսօր երեխեքս չեն օգնում, հոգնած եմ, փոքրիցը մի քիչ հիվանդագրիպ է, մի հատ ստեղ ящիկն է ցույց տու, Վահե ջան, նայեք ինչքան լաբելիա ունեմ տնկելու, հրաշք կանանչ ձևի ծլել են, այսօր լաբելիան պետք է դնեմ, եթե հասցնենք մի քիչ էլ երևի բեգոնիայից կդնենք, հիմա ձեզ ցույց կտամ, այստեղ արդեն ալիսյում ունենք ծաղկած, նոր եմ նկատել, արդեն փոքրիկ ծաղկել են մեր ալիսյումները, որը որ 2 օր առաջ եմ պիկերով կարել, սրանք մեր ամպելնիներն են, մի քիչ շուտ են սկսում ժողովուրդ ծաղկել, հիմա ձեզ ցույց տամ մեր ցիներարիաները ինչպես են աճում, արդեն ցիներարիայի գույնը երևում է, նայեք արդեն, իր այդ բարխտնի տեսքը կա, սկզբի 3-4 տերևները, իրանք կանանչ են, հետո իրանց բարխտնի տեսքը արդեն գալիս է տեղը, այսպես սիրելիներս այսօր անում եմ լաբելիան, հեսա գնանք տեսնենք ենտեղ էլ ինչ ծաղիկներ ունենք, երեկել եմ լաբելիա տնկել, նայեք եստեղ էլ փնջերով, արդեն մի քանիսը նայեք թուլացել են, ընկել են մի կողմի, բայց հետո իրանք վերականգնվում են, դե մի քանի օր պետք է, որ ծաղիկը արմատակալի նոր հողի մեջ, պալետի մեջ և վերականգնվի, այստեղ մեր մոտ շատ լավ աճում են սալվիաները, նայեք փեչի մոտ է տակ, ինչքան սիրուն աճում են մեր սալվիաները կարմիր են մենակ մեր մոտ, կարմիրն են շատ լավ առնում, ուրիշ գույներ ճիշտն ասած չեմ տնկում, այստեղ նայեք մի քիչ կարմիր բողկ էի տնկել, ցանել, արդեն բողկերս աճում են, այստեղ էլ միատա ունեի տնկած անցած տարվանից, դաղցը, նանա դաղց, ոնց ենք ասում Հայաստանում, արդեն սկսել է աճել, այստեղ նույնպես բողկերս արդեն աճում են, այս միակ տեղն է, որ կարողանում եմ մի քիչ կանանչի ցանել դեռ և ինչ-որ մի բան տնկել, որովհետև մեր ամբողջ ջերմոցը զբաղված է սիրելիներս, այստեղ ռեհաներս են արդեն աճում, տարբեր գույների, տարբեր երանգների, նայք ինձ սիրուն երանգներով, հլես մեկ ինձ սիրուն է, նկատեցի, շատ սիրուն է, այստեղ մեր բարխցիները նայեք ինչ լավ արդեն աճում են, եղանակը շատ լավն է, հրաշք եղանակը ուղղակի մեր մոտ, բարենպաստ մեր սացիլների համար, նայեք օրեցօր արդեն սացիլի վրա տարբերություն ենք տեսնում, նայեք ինչ լավ աճել են մեր վիոլաները, փառք Աստծու, շատ շնորհակալ ենք Աստծուն, որ մեր տանջանքը ջուրը չի ընկնում, տեղը տեղին, այն որ ամեն մի ծաղիկը աճում է, ընթանում է իր տեմպով, շուտով երևի կոկոմներ կլինեն արդեն վիոլաների վրա, այսպես սիրելիներս մի փոքր ներկայացրեցի ձեզ ինչպես ենք տնկում լաբելիաները,
որովհետև շատ կարևոր է ճիշտ տնկել լաբելիաները եւ ինչպես են աճում մեր ծաղիկները։ Այսքանը սիրելիներս, լավ եղեք, մի մոռացեք բաժանորդագրվել եւ բութի կոճակը սեղմել։ Մինչ նոր հանդիպում։